Փաշինյանն առաջարկում է դադարեցնել միմյանց հայհոյելը։ Ձեր կարծիքով ով այդ ավանդույթը բերեց Հայաստան։ Էշերը։ Ով որ էշ է, ով որ կաշառակեր է, ով որ գողանում է, պետությունը թալանում է, հարևանին վատություն է անում, գցում է, դո չգիտես ինչեր անում, կաշառակերությամբ է զբաղված, դրանք են տենց բաներ անում։ Իրանք լավ են զգում, գողականներ, գիտես ես քեզ ինչ կանեմ, արա։ Այդ սրիգաներն են։ Բայց Փաշինյանն էլ է հայհոյանքներ գրել իր էջում։ Ես չեմ կարա ասեմ այդ մասին։ Չեմ լսել։ Փաշինյանը առաջարկում է դադարեցնել իրար հայհոյելը։ Ձեր կարծիքով ով է հայհոյանքի ավանդույթը բերել Հայաստան։ Ես չգիտեմ։ Չեք տեսել ով է հայհոյանքներ գրում ավելի շատ։ Չեմ տեսել։ Հենց սկզբից իրեն է վերաբերում։ Առաջարկում է դադարեցնել իրար հայհոյելը։ Ձեր կարծիքով ով այդ ավանդույթը բերեց Հայաստան։ Ինքը։ Այսինքն կոչը ինքը իրեն է անում։ Երևի, չգիտեմ։ Մենք որ չենք հայոյում ոչ մեկին։ Փաշինյանն առաջարկում է դադարեցնել միմյանց հայհոյելը։ Ձեր կարծիքով ով այդ ավանդույթը հայհոյանքի բերեց Հայաստան։ Ինքը ի տապուշը, ուրիշ ոչ մեկը։ Ինքը որ խելոք մարդը էր, այսօրվա դրությամբ գլուխը կառներ կկորեր Հայաստանից։ Նա ինքան տհաս մարդ է, իսկականից եմ ասում, այնքան տհաս է, ամբիոնից գորրմա, դու ով ես ասում գնամ կամ քեզ կսպանեմ, դու քեզնից բան չես ներկայացնում, դու քեզնից բան չներկայացնելով Հայաստանի հերնանիցեցիր, վերջը, չգիտեմ։ Իսկ վերջի գրառումները կարդացել եք, որ հայհոյանքներ էր գրում։ Ինքն այլի չի հայոյում, ալկագոլիկ մարդ ինչ պետք է լինի, ալկաշ, բարեց բուն իմաստով, նա որ խելոք մարդ էր, հիմա գլուխն առե կորել էր, Հայաստանը ծախեց, նա ենքան տհաս է, Հայաստանը խաչմերուկ է սարքում, ում համար, մուրլաների, ինքը գալիս է Հայաստանի խաչ քարերը պաչելու փոխարեն, կնմա Թուրքիայում ոտերը բոբիկ մտնում է մեջը չի ամաչում այդքան, ամոթ է մարդ պատի, մարդ լի, անասուն չպտի լի, ուրիշ ման չեմ ասում, ենքան վատ բաներ Իսկ դուք ընտրել եք Փաշինյանին։ Ոչ մի անգամ, չեմ ընտրել, որովհետև ես գիտեի հոկտեմբերի 1-ը սարքողն ինքն այլ է, թգում եմ նրա երեսին, որովհետև 12 օքյավ, այո մարդի մեկ, ամեն ինչ է դրա ձեռով է գնացել, հիմա Հայաստանն էլ խաչմերուկով, նա սարքում է մեր ժողովուրդը չի հասկանում, նրա ամեն մի խոսքը կշռադատված, թուրքամետ բաներ է ասում, ենքան անասուն է, ասում է, ես հողի պահանջ չունեմ, այսինքն հարևաններից էլ հողի պահանջ չունեմ, այսինքն այն 1,5 միլիոն ժողովուրդը որ վարի գնացին, նրանք սաղ բան են, անտեղ են մեռել էլի, դե 5000 ջահելի հերենանիցեց, հիմա ինչ հաուզեմ, լրիվ ինքն է, հիմար մարդ, դրան մի հատ թեյլերյան է պետք, ու ոչ մի բան, հեղաշրջում պետք չի, մի հատ թեյլերյան։ Ես չեմ անում, մնացածը չգիտեմ։ Ճիշտ ասած ես չգիտեմ ով է բերել Հայաստան, բայց իրոք կարելի է իրոք վերջացնել էս հայոյանքի ավանդույթը։ Իսկ ով է բերել ես դա չգիտեմ։ Իսկ վերջին շրջանում տեսել եք, որ քաղաքական գործիչները հայհոյ են։ Ոչ, այս քաղաքական գործիչների հայոյությունը, այս մեր ազգային ժողովի կռիվները սա նոր բաներ են, որ մեր հայ ազգին հարիր չի։ Իսկ Փաշինյանին հայհոյելուց տեսել եք։ Ճիշտ ասած ես քիչ եմ լսում լուրերը, լսում եմ որոշակի կոշտ բառեր։ Ոչ, էջին չեմ հետևում ասջան։ Ինքն էլ էր վերջերս հայհոյախառը գրառումներ արել։ Դե որոշակի բառեր լսել եմ, չեմ ուզում ասեմ, բայց դուրեկան չի, հարիր չի մեր ազգին։ Չենք ուզում լսենք նման բաներ։ Չեմ կարող ասել, ես ուրիշ բաներ կարամ ասեմ, որ Խնայ բանկի գումարները Փաշինյանը որ ուզի կտա, 84 տարեկան են մարդիկ դառնում այն աշխարհի ճանապարհին, որ չեն կարողանում իրանց վաստակը վայելել։ 84 տարեկան այդ տանը ինչ անի, Սոչի գնա, հա, թե Բարսելոնա գնա։ Նախ համատիրությունները անտերությունն է, փող են պոկում մարդկանցից, ոչինչ չեն անում։ Այդ երկու բանի մասին մի հատ էլ կար մոռացա։ Համատիրություն
Հա, եւ թոշակառուների գումարները, այդքան բան։ Իսկ թե հայհոյելը ինչա, թող իրանք իրանց մեջ ուտեն ու հայհոյեն, այդքան բան։ Փաշինյանը առաջարկում է դադարեցնել միմյանց հայհոյելը։ Այդ Փաշինյանը անում մեզ մի տվեք էլի, աղբոր նման, դա իսան չի ոչ մի ձևի, անասուն է։ Առաջարկում է չհայհոյել եւ ձեր կարծիքով ով այդ ավանդույթը բերեց Հայաստան։ Հայհոյելու։ Հայելու ավանդույթը սա վերևից է դի գալի։ Փաշինյանին հայհոյելուց տեսել եք։ Չէ։ Գրառումները չեք կարդացել նրան։ Հա, գրառումներում կա, դոմփել բառը այդ վերջում։ Նա առաջարկում է դադարեցնել իրար հայհոյելը։ Ձեր կարծիքով ով հայհոյանքի ավանդույթը բերեց Հայաստան։ Չեմ կարող ասել։ Չէ, Փաշինյանը ամենայն դեպս հայհոյանք չի բերել։ Ինքը բերեց, ով դի բերի։ Հիմա էլ առաջարկում է դադարեցնել։ Դե Իրան առաջարկեն դատարեցնել, Իրան պետք է առաջարկեն, որ դատարեցնի էդի։ Իսկ նորմալ է, որ վարչապետը հայհոյախառն արտահայտություններ է անում։ Իհարկե ոչ։ Նորմալ չի։ Գիտեք, էլի վարչապետ այլ երկրներում, ով իրեն նման գրառումներ է թույլ տալիս։ Այ մարդ, այ քուրիկ ջան։ Միայն Փաշինյանն է այս աշխարհում։ Փաշինյանը այն վաղտոր ժուրնալիստ էր ինքը, ես այդ վաղտանից եմ իրամ ճանաչում, այդ մեր սա նրան վրան գործեր սարկում, փողեր էր վերցնում, հիմա դարել է եսիմով։ Խելը չի բանացում, Իսկ Փաշինյանին հայհոյելուց տեսել եք։ չէ, չեմ տեսել, բայց տեսել եմ, որ անում ալերա, այդպես բան շատ սխալ է։ Առաջարկում է դադարեցնել իրար հայհոյելը։ Ձեր կարծիքով ով այդ ավանդույթը։ Խաղեմ իրան, գերեզմանը տեսնենք մենք։ Իրա գլուխն էլ ոնց որ սաղին վարի տվեց, իրա գլուխը Աստված ուտի։ Փաշինյանը դագաղները չէր դնում, Ալեն Սիմոնյանի հետ աղջիկներով ֆեյք չէին անում, ինչ հայհոյանքներ ասես աղջիկները տալիս էին, ոչ մեկ չէր իմանում, որ աղջիկ են, վճարվում էին մեր հարկերի հաշվին ու կատարվում էին։ Հիմա էլ առաջարկում է այլևս չհայհոյել։ Դե գիտեք ինչ կա, ամեն մեկի սրած բիզը գիտեք ինչ ա լինում։